Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք որակական ռեակցիաների միջոցով կպարզենք սպիտակուցների և ամինաթթուների բնորոշ հատկությունները։ Կիրականացնենք սպիտակուցների գունավորման, քսանտոպրոտենային և բիուրետային ռեակցիաներ, կստանանք գլիցինի պղնձային աղ և կդիտարկենք դրա հատկությունները։ Սպիտակուցները կենսամոլեկուլներ են, որոնք կազմված են ամինաթթուներից։ Դրանք ունեն կարևոր կառուցողական և ֆունկցիոնալ դեր բոլոր կենդանի օրգանիզմներում։ Քսանտոպրոտենային ռեակցիայի ժամանակ սպիտակուցի մեջ առկա բենզոլային օղակներ պարունակող ամինաթթուները ազոտական թթվի և տաքացման պայմաններում առաջացնում են դեղին գույն։ Հետագայում ամոնիակով հիմքայնացնելիս գույնը փոխվում է նարնջադեղին։ Բիուրետային ռեակցիայի ժամանակ սպիտակուցները նատրիումի հիդրոքսիդի և պղնձի իոնների հետ տալիս են մանուշակագույն կապտավուն գույն, ինչը պայմանավորված է պեպտիդային կապերով։ Գլիցինը ամենապարզ ամինաթթուն է։ Այն կարող է պղնձի իոնների հետ առաջացնել կապույտ երանգ ունեցող աղեր։ Փորձերն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են փորձանոթի կանգնակ, փորձանոթներ, փորձանոթի բռնիչ, պիպետներ, սպիրտայրոց և լուցկի, լակմուսի թուղթ, հավի ձվի սպիտակուցի լուծույթ։ Այս լուծույթը պատրաստելու համար պետք է ձվի սպիտակուցին խառնել 8-ից 9 անգամ ավելի թորած ջուր և լավ հարել, մինչև դառնա միատարր թեթևակի պղտոր լուծույթ։ Խիտ ազոտական թթու, մոտ 10%-անոց լուծույթ, ամոնիակի 10%-անոց լուծույթ, ամոնիակաջուր, պղնձի, սուլֆատի, կուպրում SO4-ի 5%-անոց լուծույթ, նատրիումի հիդրոքսիդի 10%-անոց լուծույթ, գլիցինի 2-ից 5%-անոց լուծույթ, պղնձի օքսիդի, կուպրում O փոշու 1 գրամ։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոցներ և դնել ակնոց։ Խիտ ազոտական թթվի հետ աշխատել զգույշ, մաշկին թափվելու դեպքում լվանալ օճառով և հոսող ջրով, այնուհետև մաշկը մշակել սոդայի ջրով կամ ամոնիումի հիդրոքսիդի նոսր լուծույթով։ Պահպանել սպիտայրոցով աշխատելու անվտանգության կանոնները, պահպանել փորձանոթի տաքացման կանոնները, փորձից ստացած թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ, փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանել օճառով։ Անցնենք փորձերի կատարմանն ու արդյունքների դիտարկմանը։ Կանգնակի բնիկում տեղադրված փորձանոթի մեջ լցնենք 3-ից 4 մլ ձվի սպիտակուցի լուծույթ։ Պաստերի կաթոցիչի օգնությամբ ավելացնենք մի քանի կաթիլ խիտ ազոտական թթու։ Փորձանոթն ամրացնենք բռնակի մեջ և տաքացնենք սպիրտայրոցի բոցի վրա։ Պետք է մշտապես շարժենք կամ թեթևակի թեքենք, որպեսզի լուծույթը հավասարաչափ տաքանա։ Տաքացնում ենք մինչև կծիկավորում կամ հեղուկի գույնի փոփոխություն։ Ահա գույնը փոփոխվում է, այն դառնում է դեղին։ Անջատենք սպիրտայրոցը, սառեցնենք փորձանոթը մինչև սենյակային ջերմաստիճան։ Կարող ենք դա զգուշությամբ անել փորձանոթը դանդաղ սառը ջրի մեջ իջեցնելով։ Միայն սառելուց հետո աստիճանաբար ավելացնում ենք այնքան ամոնիակի լուծույթ, որ միջավայրը դառնա հիմնային։
Պարբերաբար այն ստուգենք լակմուսի թղթով։ Հիմնային միջավայրում պետք է ստանանք կապույտ երանգավորում։ Ահա ամոնիակի ավելացումից հետո գույնը փոխվեց նարնջադեղինի։ Նշանակում է դեռ չենք ստացել հիմնային միջավայր։ Ավելացնենք ևս մի քանի կաթիլ ամոնիակի լուծույթ եւ կրկին ստուգենք այն լակմուսի թղթով։ Ինչպես տեսնում եք, այս դեպքում արդեն լակմուսի թուղթը ստացավ կապույտ երանգավորում, որն էլ հաստատում է, որ արդեն ստացանք հիմնային միջավայր։ Փորձն ավարտելուց հետո կարգի ենք բերում աշխատասեղանը, հաշվի առնելով անվտանգության կանոնները։ Կանգնակի բնիկում տեղադրված մաքուր փորձանոթի մեջ լցնում ենք 3-ից 4 մլ ձվի սպիտակուցի լուծույթ։ Պիպետի օգնությամբ ավելացնում ենք նատրիումի հիդրոքսիդի լուծույթ։ Այնուհետև ստացված խառնուրդին ավելացնում ենք պղնձի սուլֆատի լուծույթ 1-ից 2 մլ։ Հետևում ենք տեղի ունեցող փոփոխություններին։ Ահա խառնուրդը դառնում է կապտամանուշակագույն։ Խառնուրդի կապտամանուշակագույնի առաջացումը վկայում է սպիտակուցի մոլեկուլում պեպտիդային կապերի առկայության մասին։ Այսինքն գույնի փոփոխությունը հաստատում է, որ փորձարկվող լուծույթում կա սպիտակուց։ Փորձն ավարտելուց հետո անվտանգության կանոնները պահպանելով կարգի ենք բերում աշխատասեղանը։ Կանգնակի բնիկում տեղադրված մաքուր փորձանոթի մեջ լցնում ենք 2-ից 3 մլ գլիցինի լուծույթ։ Ավելացնում ենք 1 գրամ պղնձի օքսիդի փոշի։ Փորձանոթը տաքացնում ենք սպիրտայրոցով մինչև եռալը։ Հետևում ենք տեղի ունեցող փոփոխություններին։ Ստացվում է կապույտ երանգ ունեցող լուծույթ, ինչը վկայում է գլիցինի և պղնձի իոնների փոխազդեցության մասին։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը անվտանգության կանոնները հաշվի առնելով։ Սպիտակուցները քսանթոպրոտենային ռեակցիայի ժամանակ ներկվում են դեղին, ինչը վկայում է արոմատիկ ամինաթթուների առկայության մասին։ Բիրուտային ռեակցիան ցույց տվեց, որ սպիտակուցներն ունեն պեպտիդային կապեր։ Գլիցինի և պղնձի իոնների փոխազդեցությունից ստացվեց կապույտ լուծույթ, ինչը հաստատում է գլիցինի կառուցվածքային հատկությունները։ Այս լաբորատոր փորձերով հաստատեցինք, որ սպիտակուցներն ու ամինաթթուները ունեն հատուկ քիմիական խմբեր, որոնք կարող են հայտնաբերվել գունավոր ռեակցիաներով։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։